Իրոչաղությունը համոզից ասողության շնորհիվ մենք հակում ենք կանք ու փառքի դրա համար։ Աստծո շնորհիվ, Աստծո ողորմության շնորհիվ մենք մինչև հիմա ուրախ ենք, որ մենք ճանաչել ենք Տիրոջը։ Ես այսօր ինտերասցի, բայց ամեն անգամ ես կրկնում եմ այս բանը, երբ որ ինձ հնարավորություն ա լինում Տիրոջ առաջ գալու ու Տիրոջ ժողովրդի խոսալու ենք աշխարհի ամենագերջանի ժողովուրդն, որ Աստված ճանաչել է մեզ, տեսել է ու կանչել է մեզ, ում պահում է մեզ իր ողորմության, իր շնորհքի շնորհիվ։ Ուրեմն հիանալի երգ են երգում եղբայրները, որ ալելույա, օրհնություն քեզ, ալելույա, ողորմություն քեզ։ Իրոք մենք պետք է ամեն վայրկյանի համար պետք է գոհություն հայտնենք Տիրոջը, որ Աստված մեզ ազատել է, տվել է այս կյանքը։ Ես մի փոքր ուզում եմ ներկայանալ մեծ մասը բացառությամբ մի երկու եղբոր ինձ առաջ անգամ եք տեսնում, իմ անունս Վասակը, ես ուրեմն ու վկայություն անեմ, այսօր Պենտեկոստեի տոնի օրն է, այդ առիթով մեր ընտանիքը ապաշխարել է 64-65 թվականներին։ Այդ ժամանակ ընդամենը մի 20 հոգի ազիմ լինեին Հայաստանում։ Հիմա որ ես տեսնում եմ իմ ոգին ուրախանում եմ տեսնում այստեղ։ Եվ այնտեղից եղավ, որ մեր ընտանիքը բաղկացած էին 5 հոգուց, այլ 7 հոգուց, 5 երեխա և ծնողներից։ Եվ մի օրում ապաշխարեցին, եղբայրը մի հատ եկավ, հայրս նստվեց, բոլորիս ասեց, ինքը մինչև էդ ուներ հավատ Աստծո նկատմամբ, լուսավորչական բան։ Եվ որ լսեցինք, մի քանի ժամ խոսեց, բացատրեց եղբայրը, վերջում հայրս շուտ եկավ, ասեց, լսեցիք բոլորը, ու իր խոսքը մեր համար օրենք է, իմիջայլոց ինքը պապական և վարդից ենք, մենք ու մենք ասենք, ասեց լսեցիք, ասցինք ասեց սորվանից մենք հավատացյալ ենք։ 65 թվականի սկիզբներն էր, Վրաստանից մի հատ քույրիկ կար, մանիկ քույրիկը, որ ինքը Սուրբ Ոգի խնդրելու պարգև ուներ, որ լսել էին մեր ընտանիքի ապաշխարության մասին, առաջին ընտանիքն էր ապաշխարած, եկավ շատ սիրով հայ քույրիկ էր Վրաստանից, ու այդ օրը առավոտվա 9-ից ծոմով մինչև երեկոյան 6-7-ը մենք աղոթքի մեջ ենք եղել ու հերթով բոլորս մկրտվեցինք Աստված մկրտելի Սուրբ Հոգով։ Ու մեր ընտանիքը կոչեցին Կորնելոսի ընտանիք։ Այդ օրվանից մենք Հայաստանի առաջին Կորնելոսի ընտանիքն էինք և անգամ Ռուսաստանից գալիս էին հյուր մեր հետ տեսնելու, ծանոթանալու։ Հենց որ Աստված մեծ ողորմություն արել մեր ընտանիք, մեզ, ու ես երջանիկ եմ, որ այսօր իրավունք հատվել Աստված ձեր առաջ կանգնելու ու հետ կիսվելու։ Ես կփորձեմ մի կարճ կիսվել ձեր հետ, որովհետև շատ եղբայրներ կան խոսալու, բաներ ունեն ասելու։ Ես ուզում եմ ձեր հետ կիսվել Ռոմայեցիների 8-րդ գլխի առաջի համարից։ Այստեղ ասվում է այն մասին, Պողոս առաքյալը մեզ ներկայացնում է այն մասին, ինչ իրավունք ա տվել մեզ Աստված, ինչ հնարավորություն, ինչ երանելի, երջանկություն ա տվել Քրիստոս իր խաչով, իր հարությունով մեզ բոլորիս։ Ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար։ Ուրեմն Տիրոջ գալով, խաչվելով, մեղքի գերությունից մեզ ազատելով և հարություն անելով մեր նոր կյանքի համար, ասում է ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար, որովհետև Հիսուս
Քրիստոսով կենարար հոգու օրենքը մեզ ազատեց մեղքի և մահման օրենքից, այնինչ անհնար էր օրենքի համար, քանի որ մարմինն այն տկար էր դարձնում։ Աստված հնարավոր դարձրեց ուղարկելով իր որդուն մեղավոր մարմնի նմանությամբ և մեղքի համար և մեղքը դատապարտեց այդ մարմնի մեջ, որպեսզի օրենքի արդարությունը կատարվի մեր մեջ։ Ուրեմն Աստված իր որդուն ուղարկեց, Աստված, ամենակարող Աստված, երկնքի, տիեզերքի, ամեն ինչի Աստված, ստեղծող Աստված իր որդուն, իր միածին որդուն ուղարկեց մեր բոլորի համար, որպեսզի հնարավոր դարձնի մեր փրկությունը։ Ուրեմն Հովանու ավետարանի, ես այսօր շեշտել եմ այդ մասին, ուզում եմ ձեզ էլ ասեմ, Հովանու ավետարանի 17-րդ գլխում մենք կարդում ենք Հիսուս Քրիստոսի ամբողջ մեր ուշադրությունը ուղղենք ու նայենք Հիսուս Քրիստոս աղոթելա մեր համար, մեզանից յուրաքանչյուրի համար այն ժամանակ, ուրեմն դա գրված է 17-րդ գլխի 20 համարից, բայց միայն նրանց համար չեմ խմում, երբ որ ինքը աղոթում էր իր աշակերտների համար, ինքը ասում, բայց միայն նրանց համար չեմ խնդրում, այլ նաև նրանց, ովքեր նրանց խոսքի միջոցով կհավատան ինձ, որովհետև որպեսզի բոլորը մեկ լինեն, ինչպես որ դու Հայր իմ մեջ ես և ես քո մեջ, որպեսզի նրանք էլ մեր մեջ լինեն, որպեսզի աշխարհը հավատա, որ դու ինձ ուղարկեցիր, և այն փառքը, որ դու ինձ տվեցիր, ես նրանց տվեցի, որպեսզի մեկ լինեն, ինչպես մենք մեկ ենք։ Ուրեմն ուշադրություն դարձրեք, Հիսուս ամենակարող միածին որդին, ամենակարող Աստված հատուկ մեր յուրաքանչյուրի համար աղոթել է, որ մենք մեկ լինենք, որ մենք իր հետ լինենք, ինչպես ինքը հոր հետ մեկ է, մենք էլ մեկս իր հետ հոր հետ մեկ լինենք։ Ուրեմն ինչպիսի երանություն մեր համար, որ ոչ մեկը չունի այդ երանությունը մեզանից բացի նրանց, ովքեր Աստված կանչել են։ Եվ ուզում եմ շարունակել արդարությունը կատարվի մեր մեջ, որ ոչ թե ըստ մարմնի ենք վարվում, այլ ըստ հոգու, որովհետև ովքեր ըստ մարմնի են մարմնական բաներ են մտածում, իսկ ըստ հոգու եղողները հոգևոր։ Որովհետև ըստ մարմնի խորհողը, ըստ մարմնի խորհելը մահ է, իսկ ըստ հոգու խորհելը կյանք և խաղաղություն։ Ուրեմն Քրիստոս մեր համար աղոթեց, որպեսզի այսօր մենք մտածենք, ապրենք, խորհենք հոգով։ Ու այսօր Աստված տվել է մեզ այդ Սուրբ Հոգին մեր մեջ, մեր յուրաքանչյուրի մեջ, որպեսզի մենք այսօր այդ Սուրբ Հոգով խորհենք, որպեսզի մեր խորհուրդները, մեր խորհելը, մեր ամեն ինչ կյանք լինի մեր համար, ու մենք դրա համար երանենք, մենք փառք ենք տալիս մեր Տիրոջը։